Միաշնանային արևոտ առավոտ լեռների ու անդունդների մեջ թաքնված Տաշիր համայնքի ամենաբարձրադիր գյուղը Արցնին մեր հերթական կանգառն էր, որտեղ ամռանը անգամ զով ու քամոտ է։ Գյուղ տանող ճանապարհը մեղմ ասած անանցանելի էր, թեպետ մերթընդմերթ ճանապարհի աջ ու ձախ կողմերում երևում էր հողակույտեր, հողով հարթեցված հատվածներ։ Ինչևէ, դժվար անցանելի ճանապարհը մի կերպ հաղթահարում ենք, հասնում գյուղ։ Եկած հյուրերին սիրով ընդունում են։ Ավելին պարզվում է, որ գյուղ եկել ենք շատ ճիշտ պահին։ Կարտոֆիլի բերքահավաք է, որը գյուղում ավարտվում է մի գեղեցիկ ավանդույթով։ Այստեղ գրեթե բոլորը կարտոֆիլի բերքը հաջողությամբ հավաքելուց հետո հավաքվում են ու կարտոֆիլի փուռանում, թթվով, կծվով ու թոնրի հացով ու գյուղական այլ համովություններով օրհնում այս տարվա ստացած բերքը։ Մեր կարտոշկան հավաքելուց պարտադիր պիտի փուռանենք։ Մեր կարտոշկի ամենամեծ վերնագին որ ասեմ, հենց փուռն է։ Սրա մեջ դες կարտոշկան է լցրած։ Էսին։ Կես հանած է, կեսն էլ հում է, էլի պատճե թող լցերենք որ նորից էպի։ Սա ավելի համով է, քան դուխովկին։ Սրա հոտ, սրա համ ոնց որ ուրիշ եղնի, էլի։ Կարտոշկին չի տա ատարի հոտը։ Ատարի հոտն ավելի, այսինքն թե համով է, տեսագի բան է, էլի։ Հացն էլ ենք դրանում թխում, այն թոնիրի հացն հենց ատարով ենք թխել։ Տիկին Տալիտան ասում է, այս տարի գյուղում բերքը լավ էր, ոչ միայն կարտոֆիլով, հացահատիկով են հարուստ, ապահով, այլ նաև լավ միրգ ու բանջարեղեն են ստացել։ Գոհ ենք, շատ լավ էր, ասում փառք, մենակ առողջություն եղնի, աղջիկ ջան, կարտոշկերն ամեն ինչ ստից բաներին, էլի։ Բոլորը հավաքել եք հիմա կարտոֆիլը։ Հա, հավաքել ենք, բրձել ենք արդեն, երեխեքի համար փուռ ենք սարքել, որ ուտեն։ Արցնեցիները ի տարբերություն իրենց ձմեռների ջերմ են ու չափազանց հյուրընկալ։ Բնակիչների մեծ մասը Ջավախքից են 90-ականներին այստեղ եկել։ Մի մասն էլ Վարդաշենից, Գետաշենից ու Արցախից եկածներ են, բայց իրար լավ են հասկանում։ Իրար հետ կիսում են գրեթե ամեն բան, թե ուրախություն, թե տխրություն։ Օրինակ այս կինը տիկին Տալիտային սկզբից մինչև վերջ օգնել է բերքահավաք անել։ Հիմա էլ գործը հաջողությամբ ավարտել են, հարևաններով կեր ու խում են կազմակերպել։ Չէ, գնաց։ Իրար հասնում են, լավին, վատին, ինչ որ բողոքին, ամեն ինչին իրար հետ ենք, թեկուց ուրախություն ունի, տխրություն ունի, սա հասնում են իրար։ Տաշիրի շրջանի գյուղերում այսպիսի մի տարածված բան էլ կա, որ բնորոշ է հենց այստեղի բնակիչներին։ Այս սեզոնին գյուղերում տղամարդ չես գտնի, գրեթե բոլորը արտագնա աշխատանքի են մեկնած, կվերադառնան հավանաբար դեկտեմբերի կեսերից մի ամիս կմնան ու էլի կբռնեն նույն ճանապարհը։ Մի խոսքով այս գյուղերը ապրում են հիմնականում խոպանի փողերով։ Ընտանիքներում էլ տղամարդու բացակայությունը կանայք են լրացնում, գրեթե ամեն տեսակ ծանր աշխատանքներ անելով։ Էդի ճիշտ է, եթե գործնիկ կմնան ջահելները, ինչ անեն, այս պատի տակ նստած են, պատի տակ նստած են, աստիված թողում են գնում։ Գյուղը հիմնականում կանանց է մնում։ Մնում է կանանց, համարյա մեկ է ծեր մարդկանց։ Գեղի տղամարդիկ Ռուսաստանն են, իմ երկու տղեն էլ Ռուսաստանն, թորսել է ծառայության մեջ է։ Ինչ որ ստեղծենք, չել է մնացածը խոպանի փողերով կապրենք։ Ռուբլի կուրսն է լավ կուրախանանք փոխենք, իջավ էլի կուրախանանք փոխենք, ինչ բիդենինք։ Ինչպես ասացի, գյուղի հիմնական բնակիչները Ջավախքի հայությունն է, որ 90-ականներին են եկել Արցնի իրենց հետ բերելով Ջավախքի համն ու հոտը ավանդույթները, որով էլ առանձնանում են հարևան մնացյալ գյուղերից։ Այս գյուղը Ջավախքից շատ ժողովուրդ կա, Ջավախքի ժողովուրդն իրանց ավանդույթներով կերտ է։ Հեմի կարտոշկեն քանդերին, քավակեր, մի հատ փուրջ սարքինք նստինք, խայդին հաց ուտինք։ Հերթով փուր կենին, ոյնոր կարտոշկա է ցանի, հերթով ենելով, հələ հերթ չասերը մզի, տեսնանք մեզի, որ օրը կհասնի փուր սարքել։ Փուր, կրակ կենին կարտոշկեն գլանք մեջ, գահանին սեղան կքծին, թետույը, ինչ որ կատունդի, չնկզինք սուպրա սեղան էլի։ Ամենահամով սեղան վարած կարտոշկեն, կարակով կսարքին, թետույը, սալատը, որ ինչ գուզենիք տնեք ուդին։
Տիկին Սոնյան Արցնիի ամենաասող խոսող կինն է, նաև շատ հյուրընկալ է, բացի այդ պատրաստ է կիսվելու եղած հոգսերով, ասում է հա, գյուղը մարդիկ շատ լավն են, շատ էլ կապված են միմյանց հետ, բայց խոստովանել չի կարող, Արցնիում խնդիրներ կան, որ 35 տարի ավել լուծում չեն ստանում։ Ճանապարհ խնդիրը, ջուր խնդիրը, ջուրն է քիչ, ջուրը շատ քիչ, գյուղին ջուրն չի բավարարում։ Հիմա երկրորդ բասեին դրածը հələ տեսնանք պիտի հերիկեն եմ ասի ջուր թե չէ։ Խմելու ջուր։ Թե չէ ոռոգման ջուր մենք չունենք։ Մեզ ինչ որ կա Աստվածն ինչ որ կա մեծերը ոռոգում չունենք մենք։ Աստծո կամեցածովը մեր վաբշե։ Միշտեղերը աղբուր եղի կրերինք, բերերինք հիմա սաղի տներ ջուրը քաշած բասեին կա երկու հատ։ Մե բասեին հերիկ չերի, թե մե երկրորդ լս բաներած շինած։ Տեսնանք էդի հերիկ պիտենը երևի որ երկու բասեին հերիկ են։ Տիկին Սոնյայի ամուսինն էլ որպես վարորդ եղած հոգսերից ամենաառաջնայինը ճանապարհի խնդիրն է համարում։ Հատկապես երբ գյուղում խանութ չկա, օրական հնարավոր է մի քանի անգամ տաշիր քաղաք գնալ տարբեր կենցաղային հոգսեր հոգալու համար։ Ասում է բարդ է, երբեմն նաև անհնար, մեծ ֆինանսական վնասներ են կրում մեքենան խելքի բերելու համար։ Ասլավն ճանապարհն է, ճանապարհ չունենք բաց։ Սերոգա։ Մենք ճանապարհ չես։ Սպորտի բաներ ունեք, 2 կիլոմետր 15 րոպե մինչև կանցնես։ Գյուղում անասնապահությունն էլ առաջատար ճյուղերից է։ Տուն չկա, որ 1-2 խոշոր եղջերավոր կենդանի չունենա։ Հիմնականում կաթը հանձնում են, շատ քչեր են մշակում։ Ասում են մշակելու համար առաջին հերթին իրացում է հարկավոր։ Դրա համար էլ նախընտրում են ջրի գնի կաթը հանձնել կաթ հավաքող մեքենաներին։ 2 լիտր կաթ կանցնես, 5 լիտր ջուր կառնես։ Ում վաճառես, ով թուլադրի։ Ում տանես վաճառես, ուր վաճառես։ Ալինան գյուղի բազմազավակ ու շատ աշխատասեր հարսներից է։ Երևանի հարակից գյուղերից է 17 տարի առաջ Արցնի հարս եկել։ 5 երեխա ունի, ամուսինն էլ հիմնականում էլի արտագնա աշխատանքի ճանապարհն է բռնում։ Ասել է, թե ընտանիքի մեծ հոգսը իր ուսերին է մնում։ Մի գոմլիքը կենդանի է պահում, տնամերձ այգում հողագործությամբ զբաղվում ու դրա հետ մեկտեղ էլ 5 երեխաների հոգս քաշում։ Բայց չի դժգոհում, ասում է հաշտ է իր բախտի հետ։ Միայն թե ցանկություններ ու երազանքներ ունի, որ այս գյուղ ոտք դնելուց հետո ամեն Աստծո առավոտ աղոթում է, որ կատարվի։ Առաջինը կուզեի մանկապարտեզ եղներ, երկրորդը դպրոցը մի քիչ լավ եղներ ու աշխատանք ունենար, որ մեր ամուսինները ոտար երկիր չի գնային աշխատեին մեր հայր բան։ Ձեր գյուղում մնային։ Դե ասենք, որ խոպ անեն գնում, անասուններն են կանում, հողագործությամբ տարբեր գործեր, ինչ որ պատահում է։ Ունեք կենդանիներ։ Հա, Ինչ ունեք։ կով ունենք, էշ ունենք, ձի ունենք, քորակ ունենք։ Այդքան Հորթիկն։ համտցում եք, համշակում եք։ Հա, բա իհարկե։ Կտում ենք, հանձնում ենք։ Ինչ խոսք դժվար է գյուղի կյանքը, եւ միշտ էլ այդպես է եղել։ Համայնքների խոշորացումից հետո թվում էր, թե այսպիսի գյուղերը պետք է առաջընթաց ունենային, բայց հակառակն է եղել, խնդիրները շատացել են, թեպետ Արցնիում լավատես են։ Խոսակցություններ կան, որ շուտով գյուղ բերող ճանապարհը պետք է ասֆալտապատեն, ու էլի խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Իրենք ասում են, մենք էլ հավատում ենք։ Ամեն դեպքում Արցնիում մարդիկ մի տեսակ արհամարելով են ապրում եղած բոլոր խնդիրները, որովհետև նրանց համար էլ կարևորը ու առաջնայինը միայն ու միայն խաղաղությունն է, որը այս օրերին հատկապես շատ քաղցր ու թանկ է։ Սաղն էլ ուրախին, լավ կապրին, եթե խաղաղություն եղնի, իրանց համար կստեղծին կապրին։ Էդի եղավ ինչ, կարտոշկեն տնեն, քալամ տնեն, լոբին, ասենք սող կառնենք, ինչ որ ագարոդներ կեղնի։ Տնից կհավաքինք, զատի արև դույլը մաշինեք նամեն որ գալիս են, ինչ ուզում ես են էլ վերում։ Մանան Ավարոսյան, Դավիթ Թամազյան, Արցնիից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։